Շատ հաճախ մարդիկ ինձ այդ հարցը միշտ տալիս են, տերեր գալիս ենք եկեղեցի, մարդկանց ենք տեսնում, որ իրենք աղոթքից հետո սկսում են այդ բամբասել։ Մենք չենք ուզում այդ բամբասանքը լսել։ Թող իրենք չբամբասեն մեր ներկայությամբ։ Երբ որ դու քո կողքին աղոթող մարդուց բամբասում ես մեկ ուրիշին, քո աղոթքը այլևս զորություն չունի։ Երբ որ քո հետ ծնկիչած, քո հետ ուխտի գնացած մարդու մասին որևէ վատ կարծիք ես ասում, որևէ տեղում, դու արդեն մեղքի մեջ ես։ Արդեն այդ կեղծ է քո ամեն արած ինչ որ կասես։ Ինձ երբ որ հարցնում են որևէ հոգևորականի մասին ճանաչում եմ թե չէ, ասում եմ դու իր հետ շփվել ես չէ։ Գնա իր հետ խոսի, կարող ինքը ինձանից լավը լինի։ Դու մի լսեն մարդից, ովքեր քեզ ինչ են ասում։ Այս մարդուն դու ճանաչիր, քո հոգևորականը դու ճանաչիր, հետո իմացիր։ Այ երբ որ ես վերջին շրջանում գնացել էի ուխտա գնացության Եվրոպա, ժողովրդին վերջում հարցել եմ YouTube-ի տեր հայրն ու հիմիկվա տեր հայրը նույնն էին, թե տարբեր էին, ինչ տեսակ։ Որտեղ երբ որ դու մարդուն չես ճանաչում, դու իրեն միայն լսում ես, քեզ թվում է ինքը աշխարհի սուրբն